Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու արտգործնախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։ Երբեք ուշ չէ ճիշտ բան անել։ Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ եւ որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է 1.5 միլիոն մարդու սպանություն եւ հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել այս որոշմանը։ Թուրքիան անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ որոշմանը, ընդգծելով, որ ամբողջ աշխարհի աչքի առաջ պաղեստինցի ժողովրդի նկատմամբ համակարգված բռնություններ իրականացնող եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Գազայի բնակիչների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու մեղադրանքով դատական քննության առարկա հանդիսացող Իսրայելի կառավարությունը 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ընդունած քաղաքական որոշմամբ նպատակ ունի քողարկել սեփական հանցագործությունները։ Իրավական եւ պատմական փաստերն անտեսող այս անբարեխիղճ նախաձեռնությունը բացահայտում է այն ծանր իրավիճակը, որում հայտնվել են Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ նրա հանցակիցները, որոնց նկատմամբ պաղեստինցիների դեմ կատարված հանցագործությունների առնչությամբ միջազգային քրեական դատարանում իրականացվող քննության շրջանակում տրված են ձերբակալության հրամաններ։ Թուրքիան շարունակելու է վճռականորեն աշխատել, որպեսզի ավարտվեն Իսրայելի տարածաշրջանում իրականացվող ընդհանրացակողական եւ ապակայունացնող քաղաքականությունները, նաև որպեսզի Նեթանյահուի կառավարությունը պատասխանատվության ենթարկվի դատարանի առաջ Պաղեստինի ժողովրդի առաջին հերթին խաղաղ բնակչության նկատմամբ կատարված հանցագործությունների համար։ Ադրբեջանի արտգործնախարարությունն իր արձագանքում Իսրայելին կոչ է անում վերանայել Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը։ Իսրայելի կառավարության կողմից այսպես կոչված Հայոց ցեղասպանության վերաբերյալ կայացրած որոշումը լուրջ մտահոգություններ է առաջացնում։ Անընդունելի է 1915 թվականի իրադարձությունների հետ կապված պատմական փաստերի խեղաթյուրումը եւ բարդ պատմական գործընթացներն իրավական եւ գիտական հիմքերից զուրկ քաղաքական որոշումների առարկա դարձնելը։ Նման քայլերը չեն նպաստում հաշտեցմանն ու փոխըմբռնմանը, այլ ավելի են խորացնում առկա հակասությունները եւ խոչընդոտում տարածաշրջանում կայուն խաղաղության եւ հաշտեցման հասնելու ջանքերը։ Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը։ Ադրբեջանը կշարունակի հետևողականորեն հավատարիմ մնալ պատմական ճշմարտությունը պաշտպանելու, միջազգային իրավունքի սկզբունքները հարգելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղությանն աջակցելու իր դիրքորոշմանը։ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազատում այդ երկրին արցախահայության դեմ իրականացված հանցագործություններին առնչություն ունենալու պատասխանատվությունից, հայտարարել է ՀՅԴ Հայդատը, ակնարկելով արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի նկատմամբ Թել Ավիվի ռազմական եւ ռազմատեխնիկական աջակցությունը։ Կազմակերպությունը նաեւ նշել է, որ Իսրայելի դեմ կան Գազայում ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ մեղադրանքներ։ Միաժամանակ Հայդատը կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը, այն գնահատելով որպես կարևոր քայլ մարդկության դեմ այդ հանցագործության ժխտման դեմ պայքարում։ Որոշմանը անդրադարձել է նաև Երուսաղեմի հայ համայնքի առաջնորդ Հակոբ Ջերնազյանը, նշելով, որ Իսրայելը դեռ տարիներ առաջ բարոյական պարտավորություն ուներ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ հնարավորությունը բաց էր թողել։ Le Monde եւ France Press գործակալությունները համատեղ հոդված են պատրաստել, անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին, հիշեցնելով, որ Իսրայելը տևական ժամանակ խուսափել է պաշտոնապես ճանաչել ցեղասպանությունը, մասամբ նպատակ ունենալով պահպանել հարաբերությունները Թուրքիայի հետ, որը ժամանակին տարածաշրջանում Իսրայելի ամենամոտ ռազմավարական գործընկերներից էր։ Այս քայլը լայնորեն դիտարկվում է որպես Թուրքիային ուղղված քաղաքական հանդիմանություն եւ երկու երկրների միջև խորացնող ճեղքվածքի հստակ ազդակ։ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել են Գազայի պատերազմի սկսվելուց հետո, որը բռնկվեց 2023 թվականի հոկտեմբերին Պաղեստինյան իսլամիստական համաշարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո։ Կառավարության որոշումը դեռևս պետք է վավերացվի խորհրդարանի կողմից։ Իսրայելի հաջորդական կառավարությունները նախկինում խուսափել են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, մասամբ Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու նպատակով, սակայն Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիան պարբերաբար մեղադրել է Իսրայելին պաղեստինյան տարածքներում ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Մի մեղադրանք, որը Իսրայելը կտրականապես մերժում է։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձել է պատերազմի ամենախիստ քննադատներից մեկը, բազմիցս համեմատելով իսրայելցի ղեկավարներին նացիստական պաշտոնյաների հետ։ Ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Էրդողանին բնութագրել է որպես հակասեմական
իրանական բռնապետ, որը ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ։ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը նոր քննարկումների առիթ է դարձել նաև Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարում է, որ միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչման նոր քայլերի ֆոնին Հայաստանի իշխանությունները փաստացի դուրս են մղել այդ թեման իրենց արտաքին քաղաքական օրակարգից։ Իրավիճակի ամենադրամատիկ դրսևորումներից մեկն այն է, որ աշխարհի տարբեր երկրներ շարունակում են ճանաչել հայոց ցեղասպանությունը, մինչդեռ Հայաստանում գործող իշխանությունը վաղուց այդ հարցը դուրս է բերել արտաքին քաղաքական օրակարգից։ Իսրայելի քայլի դրդապատճառները Իսրայել-Թուրքիա հարաբերությունները կամ Ադրբեջանի հետ Թել Ավիվի համագործակցությունը իհարկե առանձին քննարկման թեմաներ են, սակայն առավել մտահոգիչ է պաշտոնական Երևանի վարած ջայլամային քաղաքականությունը։ Չի բացառվում, որ կգա մի պահ, երբ Հայաստանի իշխանություններն իրենք տարբեր պետությունների կհորդորեն չանդրադառնալ ցեղասպանության թեմային, ինչպես ժամանակին փորձում էին լռեցնել Արցախի հարցը։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չպետք է սահմանափակվի միայն քաղաքական հայտարարություններով, այլ պետք է վերածվի իրավական գործընթացի, հայտարարել է իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, ներկայացնելով, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի հայոց ցեղասպանության հարցը դադարի լինել միայն քաղաքական շահարկումների առարկա։ Եթե Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը դիտարկվում է որպես քաղաքական քայլ, ապա նույնքան քաղաքական են նաև ցեղասպանությունը ժխտելու կամ այն մոռացության մատնելու փորձերը։ Հայաստանը եւ մյուս պետությունները չպետք է բավարարվեն միայն ցեղասպանության ճանաչմամբ ու դատապարտմամբ, այլ պետք է հենվեն 1919-ից 21 թվականներին թուրքական ռազմական տրիբունալների դատական ակտերի վրա եւ միջազգային ատյաններում առաջ քաշեն նախկին դրությունը վերականգնելու իրավական պահանջը։ Քանի դեռ մենք խոսում ենք միայն ճանաչման մասին եւ տեսում իրավական հիմքերը, միլիոնավոր հայեր զրկվում են անգամ կորցրած գույքի փոխհատուցման հնարավորությունից։ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարելի դիտարկել որպես պատմական արդարության վերականգնում, արձագանքել է հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը, նշելով, որ գործընթացը պետք է գնահատել ոչ թե զգացմունքային, այլ քաղաքական եւ բարոյական հարթություններում։ Նրա կարծիքով Իսրայելի այս քայլի հիմքում բարոյականից ավելի քաղաքական եւ ռազմավարական հաշվարկներ են, որոնք պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների համատեքստում։ Այստեղ արդարության հաստատման մասին խոսք լինել չի կարող։ Իսրայելի արտգործնախարարը հայտարարեց, որ հայոց ցեղասպանության ճանաչումն իրենց բարոյական պարտքն է, սակայն մենք չտեսանք նախորդ տարիների ժխտողական քաղաքականության որևէ գնահատական կամ մեղայական։ Պետք է հիշել, որ չնայած ներկայիս լարվածությանը, Իսրայելն ու Թուրքիան 1996 թվականից ռազմավարական գործընկերներ են եւ այդ հիմքերը չեն վերացել։ Այս ճանաչումը մեզ մեծ հաշվով ոչինչ չի տալիս, որովհետեւ այսօր մենք բախվում ենք նոր ցեղասպանության հետևանքներին, Արցախահայության բռնի տեղահանությանը։ Ցեղասպանությունների հիշատակը չպետք է վերածվի աշխարհաքաղաքական մանրադրամի կամ այս րոպեական քաղաքական որոշումների գործիքի։ Սահմանադրական դատարանում արդեն 4-րդ օրն է շարունակվում է խորհրդանի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Քաղաքական ուժերն արդեն ներկայացրել են իրենց դիրքորոշումները, ելույթներով հանդես են եկել նաև պատասխանող կողմը, որպես երրորդ կողմ ներգրավված իշխող քաղաքացիական պայմանագիրը, նաև իրավապահ կառույցների ներկայացուցիչները։ Ներկայումս սահմանադրական դատարանի դատավորները հարցեր են ուղղում կողմերին։ Նիստի մեկնարկից առաջ լրագրողների հարցին, թե ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները արդյոք ազդել են արդյունքների վրա, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը պատասխանել է. ոչ, չեն ազդել։ Դուք ինչ ասել, որ թերություններ եղել են, բայց չմանրամասնեցիք, օրինակ ասեք, ինչ թերություններ եղել։ Այսինքն ընտրությունների ժամանակ ինչ թերություններ են եղել, թերությունների մի զգալի մասը դուք եկաք։ Այսինքն դրանք չեն ազդել։ Իհարկե չեն ազդել։ Ոչ, չեն ազդել։ Իսկ այս փոխադարձ վիրավորանքները, պարոն Հովակիմյան, ինչ կասեք այդ մասին, սենց նիստերը շարունակվելու են։ Որտեղ ինչ փոխադարձ վիրավորանք։ Հասան, Կեսխարար, Մինյանց, Վարդևանյանի եւ երկխոսությունը։ Կարծում եմ խնդիրը բարձվեց, ես ամենևին վիրավորելի միտում չեմ ունեցել, ես պարոն Վարդևանյանին ասել եմ, որ վիրավորելի միտում չունեմ, պարոն Վարդևանյանն ինքը իր ասածը հետ վերցրեց։ Այսպես ասած մենք Պարոն Հովակիմյան, իսկ ամենօրյա ձեր դուրս գալուց հետո հանրային ճնշում է լինում ձեր վրա, ձեր բաժաններով են դիմում Կեսխարար բան են ասում, զատած է դրա չի արտադրում, չեք կաշկանդում դրանից։ Ամոթանքներ են տալիս, վանկարկում են ամոթ։ Որովհետև ես այսպես ասեմ, ես նաև այն քաղաքացիների շարին եմ պաշտպանում, ովքեր ինձ վիրավորում եւ սպառնում են։
Ես կարող եմ դա ասել, որ ձեր, որ այդ ամենը տարածում եք իրենց, ես բոլորիդ ազատ քվեարկելու, ես բոլորիդ տեսեք, դուք հիմի այս պահին դուք արդեն, չէ, այս պահին դուք արդեն տարածում եք դա, որովհետև շատ լավ հասկանալով նա եղել է ու եթերում, բայց հիմա դուք դա արծացնելով տարածում եք։ Շնորհակալություն եմ հայտնում։ Ես ձեր շնորհակալություն եմ հայտնում ձեր աշխատանքի համար ու իմ պարտքն է նաև ձեր ազատ քվեարկելու իրավունքը ապահովել, ես դա եմ ապահովում ու միշտ ապահովել եմ։ Միշտ ազատ քվեարկել ենք։ Ով է պատասխանատու եղել զինծառայողների քվեարկության համար Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմինները։ Ով է պատասխանատու եղել, որ ժամը 20:00-ից հետո պատշաճ կազմակերպի ընտրական տեղամասում ընտրության քվեարկության գործընթացը կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Երրորդը արդեն բացահայտում, որը տեղի ունեցավ Սահմանադրական դատարանում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ անձամբ տեղեկացված է եղել իրավիճակից, ում միջոցով ընտրական տեղամասի պատասխանատուի միջոցով, ով ի դեպ հանդիսանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Ի դեպ ներողություն եմ խնդրում, ես նաև հարց ու պատասխանի ձևաչափում կատարել եմ պնդում հետևյալ բովանդակությամբ Վահագ Հովակիմյանը որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ չի կարող լինել անկախ եւ անաչառ։ Օբյեկտիվորեն չի կարող։ Ելնելով նրանից, որ վերջինս ոչ թե մի կուսակցության անդամ է եղել նախկինում, հիմնադիր անդամ է եղել։ Եթե իսկապես սուբյեկտիվ ընկալման մեջ դա մարդու համար նշանակություն չունի, դա էլ է խնդիր։ Իհարկե Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ընտրարշավի ընթացքում արևմուտքի միջամտությունն աննախադեպ էր եւ զգուշացրել Երևանի Մոսկվայից հեռանալու հնարավոր հետևանքների մասին։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում վերջին ընտրարշավի ընթացքում արևմտյան երկրների միջամտությունն իսկապես աննախադեպ բնույթ է կրել։ Միևնույն ժամանակ ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումները, այդ թվում Գագիկ Ծառուկյանի դեմ հետապնդումը արևմուտքի կողմից ոչ միայն չեն քննադատվում, այլև լիակատար լռության են արժանանում։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ արևմուտքի համար Հայաստանը ոչ թե ինքնուրույն արժեք է, այլ ընդհանրապես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում։ Նրանց հիմնական նպատակը Հայաստանի քաղաքական դաշտը մաքրելն է բոլոր այն ուժերից, որոնք հանդես են գալիս Երևանի եւ Մոսկվայի միջև առողջ եւ գործընկերային հարաբերությունների պահպանման օգտին։ Ցանկացած քայլ, որը կուղղվի Ռուսաստանի հետ ավանդական կապերի խզմանը, անխուսափելիորեն կունենա լուրջ հետևանքներ հայ ժողովրդի համար։ Եվ մենք Հայաստանի իշխանությունների իրական մտադրությունների մասին դատելու ենք ոչ թե հայտարարություններից, այլ նրանց գործնական գործողություններից։ Հատկանշական է, որ խորհրդանի ընտրություններում հաղթանակի առիթով վարչապետ Փաշինյանը դեռևս շնորհավորանք չի ստացել Ռուսաստանից։ Փոխարենը Մոսկվայից շարունակվում են հայտարարությունները, թե ընտրություններն անցել են խախտումներով։ Ամերիկյան ուժերը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցրել իրանական թիրախներին նավագնացության դեմ Թեհրանի իբրև ագրեսիային ի պատասխան հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում արված գրառմամբ նաև սպառնալով ոչնչացնել Իսլամական Հանրապետությունը։ Ժամեր անց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան հարվածներից հետո հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր է արձակել Միացյալ Նահանգների փոխկապակցվող օբյեկտների նկատմամբ։ Կորպուսից սպառնացել են հրադադարի ցանկացած խախտման դեպքում դիվանագիտական գործընթացը կդադարի։ Ժամեր անց Միացյալ Նահանգները եւ Իրանը համաձայնության են եկել դադարեցնել փոխադարձ հարձակումները, կրկին հանդիպել բանակցելու, նաեւ թույլ տալ նավերի անվտանգ տեղաշարժը Հորմուզի նեղուցով։